Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է։ Նախաձեռնությունը եղել է Պարի միջազգային խորհրդի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1982 թվականին։ Հայկական պարի սկիզբ է առել նախաքրիստոնեական շրջանում հայկական լեռնաշխարհում, երբ պատմական Հայաստանում դեռևս հեթանոսությունն էր։ Այն հանդիսացել է հայ ժողովրդի բնավորությունը նկարագրող ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը։ Ներկայումս հայկական ազգային պարը բաժանվում է երկու խմբի՝ ազգագրական եւ ժողովրդական։ Այս պահին այստեղ պարում են ազգագրական պարեր։ Պարի միջոցով կարելի է տեսնել հայ ժողովրդի մտածողությունը, հոգեկան աշխարհը եւ բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը։ Վանաձորի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու ամֆիթատրոնում Պարի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել էր ազգային պարի պարուսուցման միջոցառում։ Այն միավորել էր տարբեր տարիքի եւ մասնագիտությունների մարդկանց մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ ճանաչել, պահպանել եւ տարածել հայկական պարարվեստը։ Կազմակերպիչների խոսքով նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն ազգային ինքնության պահպանման եւ երիտասարդ սերնդին մշակութային ժառանգությանը մոտեցնելու գործում։ Մեր այսօրվա հանդիպման գլխավոր նպատակը ազգային պարի պրոպագանդան էր, որպեսզի այս մեր դժվարին օրերում մարդիկ մշտապես արվեստից եւ հատկապես մեր հայ արվեստից հեռու չգնան եւ արմատներին կպած մնան, ու ինչքան շատ մարդ կարողանա այդ արվեստը իր կրողը դարձնի եւ շարունակողը դարձնի, նպատակը նաեւ շատ ավելի լայն մասսաներին մեր պարը հասանելի դարձնելն է, որովհետեւ նախկինում մարդիկ հարյուրավոր մարդկանցով են շարվել, պարել, աշխատանքից հոգնած են եկել, դաշտից են հոգնած եկել, բայց դա չի խանգարել, որպեսզի համայնքը միասնական լինի, իսկ այսօր միասնականության պակաս կարծում եմ նկատվում է, իսկ նման միջոցառումները օգնում են, որպեսզի մենք ավելի միասնական լինենք։ Ավանդական պարի մեջ յուրաքանչյուր քայլը ոչ միայն շարժում է, այլև պատմություն ու մշակութային արժեք։ Միջոցառման ընթացքում պարուսույցների օգնությամբ մասնակիցները հնարավորություն ունեցան սովորելու հայկական ավանդական պարերի հիմունքները։ Պարուսույցները ցավով են նշում, որ հաճախ միջոցառումների ժամանակ տարբեր խմբեր ելույթ են ունենում այլ երաժշտության ու այլ պարերի կատարմամբ եւ ներկայացնում որպես ազգային պար։ Ես հուսով եմ, որ նման միջոցառումները կբերի նրան, որ մենք կկարողանանք եւ միջոցառումների ժամանակ եւ հավաքությունների ժամանակ կարողանանք հենց մեր բուն ազգագրական պարերը համախմբված պարենք։ Պարը կյանք է, որը չես կարող ինչ-որ խոսքերով բացատրել, այլ դա քո զգացածն է, քո էմոցիաներն է, ստեղծագործական միտքն է։ Այսպիսի նախաձեռնությունները եւս մեկ անգամ ընդգծում են, որ պարը ոչ միայն արվեստ է, այլ նաեւ լեզու, որը միավորում է մարդկանց անկախ տարիքից ու փորձից։ Պարարվեստի մեջ ինքս 4 տարեկանից եմ, իսկ հիմա արդեն նայում եմ մոտ 3 տասնյակի խորքից այդ ամեն ինչին։ Ինձ համար պարը գուցե այսպես մի քիչ մարդիկ կան իրենց համար շատ առօրեական հնչի, բայց իսկապես կյանք է։ Կարծում եմ, որ ինքը առաջին հերթին օգնում է մարդուն, որ ինքը կարողանա իր կյանքը վայելել լիարժեք, եւ երբեմն պարը, այսինքն մարդու մարմինը շատ ավելի խոսուն է լինում, քան ուղղակի խոսքերը կարող են լինել։ Պարը օգնում է շատ էմոցիաներ տալ, շատ էմոցիաներ ստանալ, մի կախարդական աշխարհ է, որը որ կմաղթեմ, որ շատերը գան այստեղ եւ տիրապետեն այս ամեն ինչին։ Մասնակիցներից շատերը նշեցին, որ սա ոչ միայն ուսուցողական, այլ նաեւ ոգեշնչող փորձ էր։ Միջոցառումը հաճելի էր այն բանով, որ թե պարային համույթները, թե կողքի անցորդ մարդիկ, թե ծնողները համախմբվելով կարողացան հասկանալ մեր պատմությունը, մեր պատմային մշակույթի արժեքները, հասկացան պարի լեզուն եւ ցանկալի է, որ շարունակական լինի նման միջոցառումները։ Ամենաշատը սիրում եմ Թամզարան եւ Փափուրին։ Սիրում եմ այն պատճառով, որ Թամզարան մենք իրար հետ ենք միանում, դա ցույց է տալի մեր միասնությունը, իսկ Փափուրին սիրում եմ իր արագության եւ աշխուժության համար։ Պարարվեստը մի կախարդական աշխարհ է, որտեղ գտնվող յուրաքանչյուր ոք պատասխանատվություն ունի նաեւ ապագա սերունդների համար, եւ ես թե ինձ, թե իմ բոլոր գործընկերներին մաղթում եմ, որպեսզի մենք մեր ուսերին մշտապես այդ պատասխանատվությունը պատվով կրենք եւ հասկանանք, թե մենք նաեւ որպես մանկավարժներ, ոչ միայն կատարողներ, ինչքան անելիք ունենք մատաղ սերնդի հետ կապված։ Բոլորին շնորհավորում եմ, ցանկանում եմ մեծ բեմեր ու ամենակարևորը նաև գրագիտություն եմ մաղթում բոլորին, որովհետև դա այսօր նաև շատ կարևոր բան է, որ երեխաներին ճիշտ կրթեն, ճիշտ ուղու մեջ տնեն։ Փորձառուները արդեն հստակ, իսկ սկսնակները նոր սովորած քայլերով միահամուռ ներկայացրին հայկական պարի գեղեցկությունն ու կենսունակությունը։
Սուքեսյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։